Հերթով ներկայացնեմ առաջարկվող փոփոխությունները, ըստ էության նաև հանրությանը տեղեկացնելով սպասվող փոփոխությունների եւ բարելավումների վերաբերյալ առաջին հերթին ամենամեծ եւ ֆունդամենտալ փոփոխությունը այն է, որ կարգով սահմանում ենք միասնական մոտեցում բոլոր գույքերի օտարման սկզբունքների եւ պայմանների ձևավորման շուրջ, մինչ այսօր յուրաքանչյուր գույքի մասով կառավարությունը իր օտարման որոշումներով սահմանում էր տվյալ գույքի օտարման առանձնահատկությունները։ Հիմա մենք ընդհանուր կարգավորմամբ ենք դա ֆիքսում, առավել կանխատեսելի եւ առավել ընդհանրական մոտեցում ունենալու համար գույքի օտարման գործընթացներին, նաեւ արդեն տնտեսվարողները պոտենցիալ մասնակիցները աճուրների եւ գույքի օտարման գործընթացների հնարավորություն կունենան կանխատեսելիություն ունենալու կառավարության գործողությունների մասով եւ սա կարծում ենք դրականորեն կանադառնա ընդհանուր գործընթացի վրա հանում ենք ոչ էլեկտրոնային աճուրդ հասկացողությունը ընդհանրապես գործող կարգով սահմանվում էր, որ էլեկտրոնային համակարգի խափանման որոշ դեպքերում հնարավոր է իրականացնել ոչ էլեկտրոնային աճուրդ, այս կարգավորումը ընդհանրապես հանում ենք, նաև հիմք ընդունելով կառավարության նիստի ընթացքում տրված վարչապետի հանձնարարականը, սահմանվում է փոփոխություններով, որ չկառուցապատված հողամասերի օտարման համար որպես մեկնարկային գնի սահմանման համար եւս հիմք է ընդունվում շուկայական գնահատված արժեքը, ներկայիս կադաստրային շուկայական մոտարկված կադաստրային արժեքի փոխարեն եւ նաեւ եւս մի կարևոր փոփոխություն է արվում, որ չկառուցապատված հողամասերի վաճառքի հայտարարությունների հետ պետք է պարտադիր կցված լինի նաեւ քաղաքաշինական սահմանափակումների վերաբերյալ տեղեկանք հիմնված միկրոռեգիոնալ պլանավորման փաստաթղթերի վրա, սա ներդրողներին, գույքի գնորդներին հնարավորություն կտա առավել հիմնավորված գնման որոշումներ կայացնելու։ Սահմանում ենք աճուրների չկայանալու դեպքում դրանց գնիչեցման սանդղակները, շարժական գույքի դեպքում յուրաքանչյուր չկայացած աճուրդից հետո առաջարկվում է մեկնարկային գինը նվազեցնել 15%-ի չափով շուկայական գնահատված արժեքից, իսկ արդեն անշարժ գույքի դեպքում առաջարկվում է առաջին աճուրդը էլեկտրոնային կազմակերպել մեկնարկային գին սահմանելով գույքի շուկայական գնահատված արժեքի 100%-ը, չկայանալու դեպքում երկրորդ աճուրդի մեկնարկային գին սահմանել գնահատված արժեքի 85%-ը եւ երրորդ աճուրդի եւ երրորդ եւ հաջորդական աճուրդների դեպքում արդեն 70%-ը։ Սա հիմնված է նաև միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում, տարբեր երկրներ կիրառում են տարբեր մոտեցումներ, կախված մասնավորեցման քաղաքականության սկզբունքներից, մենք որոշել ենք կիրառել այստեղ համատաբար պահպանողական եւ որոշակի նաև ճկունություն տրամադրող համակարգ եւ ինչպես նշեցի խոսքի սկզբում, քանի որ կարգավորումները արդեն ընդհանուր են լինելու, կառավարության մասնավորեցման քաղաքականության փոփոխությունների դեպքում արդեն այս կարգավորումների այս տոկոսների իջեցման կամ բարձրացման արդյունքում կարող ենք որոշել մասնավորեցման քաղաքականության, այսպես ասած, ախորժակը կամ ագրեսիվությունը, այսպես ասած։ Այս սանդղակները սրանք միջին պահպանողական շերտ են եւ իհարկե մենք մոնիտորինգի կենթարկենք այս գործընթացը եւ արդյունքների հետ կապված արդեն փոփոխությունների առաջարկություններ կներկայացնենք, եթե անհրաժեշտություն լինի։ Նաև կարևոր փոփոխություն է աճուրդների հայտարարությունների տեղադրման ժամկետների երկարաձգումը, մասնավորապես անշարժ գույքի դեպքում ներկայիս 15 օրվա փոխարեն կսահմանվի 45 օր աճուրդից առաջ հայտարարություն տեղադրելու պարտադիր պայման, այսինքն 45 օրվա ընթացքում պոտենցիալ գնորդները հնարավորություն կունենան ծանոթանալ տվյալ գույքի պարամետրերին եւ կայացնել հիմնավորված որոշումներ դրանց աճուրդներին մասնակցելու վերաբերյալ եւ նաեւ հնարավորություն կտա հնարավորինս մեծացնելու պոտենցիալ մասնակիցների շրջանակը առավել լայն հասարակության հատվածների հասցնելով աճուրդի վերաբերյալ տեղեկատվությունը, իսկ անշարժ գույքի մրցույթների դեպքում արդեն առաջարկում ենք սահմանել 60 օր, քանի որ մրցույթների դեպքում կա նաև ներդրումային ծրագիր ներկայացնելու պարտադիր պահանջ եւ այս ժամանակ անհրաժեշտ է, որպեսզի պոտենցիալ գնորդները հնարավորություն ունենան կազմել եւ նախապատրաստել ներկայացվող ներդրումային
ծրագրերը, երկարացնում ենք նաև բուն աճուրդի տևողությունը, այսինքն կոնկրետ աճուրդային գործընթացի եւ հայտեր ներկայացնելու ժամկետի տևողությունը ներկայիս 1 օրվա փոխարեն սահմանում ենք 3 օր, այսինքն 3 օրվա ընթացքում հնարավոր է ներկայացնել գնային առաջարկներ եւ մասնակցել սակարկություններին եւ 3-րդ օրվանից հետո նոր կամփոփվեն աճուրդի արդյունքները եւ հաղթող կճանաչվի առավել բարձր գին ներկայացնող մասնակիցը։ Նաև որոշակի փոփոխություն ենք իրականացրել էլեկտրոնային աճուրդների վարձակալությանը վերաբերող հատվածում, մասնավորապես էականորեն բարձրացրել ենք դրանց նախավճարները, քանի որ վիճակագրությամբ արձանագրվել են որոշակի միտումներ, որոշ անբարեխիղճ մասնակիցների կողմից վարձակալության գործընթացները խափանելու եւ բարձր գնային առաջարկներ ներկայացնելու, հաղթելու եւ հետագայում պայմանագրեր չկնքելու դեպքեր, սրանով կարծում ենք մեծապես կվերացնենք այս երևույթը, ինչպես նաև նույն նպատակով առաջարկում ենք սահմանել, որ հաղթած սակայն պայմանագիր չկնքած մասնակիցը հնարավորություն չի ունենա մասնակցելու նույն գույքի վարձակալության հաջորդող աճուրդներին։ Եվս մի շարք փոփոխություններ ենք իրականացրել, պարոն Խաչատրյան, տեխնիկական եւ իրավական ակտերին համապատասխանեցման տեսանկյունից, կարծում ենք սա դրական կանոնադրման ընդհանուր գործընթացի վրա, խնդրում եմ հաստատել, շնորհակալություն։